մոտիվացիան ի վերջո ո՞րն է եղել, այդ ինչ խմբակային շահ է հետապնդել, ինչ մոտիվացիայով է որևէ գործողություն իրականացրել, որովհետև եթե դուք չեք կարողանում այս հարցերին պատասխանել, ստացվում է, որ մենք հիմա Արծվիկ Մինասյանին քրեական հետապնդում ենք նախաձեռնում ու երևի եթե դուք մնաք կդատեք նաև, որովհետև պետությանը ուզեցել է տարեկան 600,000 դրամի չափ բան անել, օգուտ տալ։ Արծվիկ Մինասյանի մեղքը է դա եղել։ Մի հատ կբացատրեք, վերջը ոնց եք ֆիքսել կապը, խմբակային շահը, տիրապետում եք արդյոք որևէ կոնկրետ փաստի անձանց փոխկապակցվածության եւ կոնկրետ որ շահն է եղել Արծվիկ Մինասյանի գործողություններում։ Շահը խմբակային չի, շահը խմբային է։ Շահը խմբային է։ Շահը խմբային է։ Մեկ օրվա նախարարը թե մեկ տարվա նախարարը նույն լիազորություններով, որով օժտված են ոլորտը համակարգող նախարարները։ Ենթադրում եմ, եթե նախարարը պատրաստ չի եղել հարցի քննարկմանը, ոչ մի արգելք չունի հարցի քննարկումը հետաձգելու, մեկ։ Ոչ մեկ նախարարին չի ստիպել իր համար անծանոթ փաստաթղթի տակ դնել իր ստորագրությունը եւ ուղարկել նախարարական կոմիտե։ Այսինքն մեկ օր է նախարարը պաշտոնավարել, թե մեկ տարի, դրանից նախարարի պատասխանատվությունը իր արարքների եւ դրանց հետևանքների նկատմամբ չի փոխվում։ Դրա համար կան նաեւ գործիքներ, նշեցի նույն հարցը հետաձգելու, բայց հարցը չի հետաձգվել։ Հարցը չի հետաձգվել, ներառվել է այն փաթեթի մեջ, որ ուղարկվել է կառավարություն։ Ավելին, անձը պնդում է, որ ինքը տեղեկացված է եղել հողամասի կառուցապատված լինելու եւ Սերյան Օհանյանին պատկանելու մասին։ Պնդում է, որ ուզեցել է օրենքի դաշտ բերի, բայց առնվազն գոնե 25 թվականին երևում է, որ այդ ցանկությունը իրականություն չի դարձել։ Դրա արդյունքում Բենյամին Ղալեչյանը ձեռք է բերել կադաստրի վկայական եւ ստացել է օրինական հիմք պնդելու, որ դե ես ներդրումային ծրագիր էի ուզում անել, այս էլ իմ իրավական փաստաթուղթը։ Եթե երկխոսության ենք վերածում, երկխոսության ձևաչափով շարունակենք։ Ես չգիտեմ ով ում մահվան մասին ինչ է ասում, բայց ես գիտեմ, որ չկատարված ներդրումային ծրագիր կա մեկ, ես գիտեմ, որ դատարան ուղարկված իրականության, ներողություն, կառավարություն ուղարկված իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն կա եւ գիտակցված արարք կա այս մասով, եթե լիներ որևէ անձի կողմից որևէ դրդչության կամ օժանդակության դրսևորում, դա կլիներ վարույթի մեջ։ Իսկ շահը խմբային է, խմբակային չի եւ կապված չի քաղաքական սիմպաթիաների ու անտիպաթիաների հետ։ Անձը համապատասխանացրել է իր գործողությունները այլ անձանց գործողությունների հետ։ Շղթայական գործողությունների արդյունքում Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձը ստացել է վկայական կառուցապատման իրավունք եւ ըստ այդմ առնվազն 25 տարվա լեգիտիմ հնարավորություն պնդելու, որ ինքը տիրապետման եւ տնօրինման իրավունք ունի, մինչդեռ շինությունը ինքնակամ կառուցված է եղել եւ լիազորությունը, որը տրված է եղել նախարարին, որպես մրցութային հանձնաժողովի նախագահ, ստեղծված չի նրա համար, որ օրինականացնի ապօրինին, ստեղծված է նրա համար, որ բերի ներդրումային ծրագիր։ Համեցեք Տիկին Վարդանյան։ Ձեր իհարկե պնդումներին ելույթով կանրադառնանք, միայն այս պահին արձանագրենք, որ այդպես էլ չեք կարում ֆիքսել ինչ մոտիվացիայով, ինչ շահագրգռվածությամբ է, որը հակաօրինական պիտի լինի այս դեպքում, որ հետապնդվի անձը գործել, ձեր ասած խմբային շահնել, խմբակային չէ, խմբային շահնել ուղղակի չեք կարողանում մատնացույց անել, ասում եք դե ենթադրաբար, եթե գործողությունները համապատասխանել են, ուրեմն եղել է բան ընդհանուր շահ, որը մի դիտավորյալ այդ բանը արել, գործողությունները միտված են եղել այդ խմբային շահի բավարարմանը, շատ լավ, բայց որպես sense ազնիվ, անկեղծ, արդարադատությանը հետամուտ բան դատախազ, անցած անգամ երբ պատգամավորի միջնորդություն եք ներկայացնում անձնամխելիությունից զրկելու, այդ ամբիոնին կանգնած պատգամավորը ասեց, որ իր վրա ներգործություն է եղել մանդատը վայր դնելու համար։ Այդ գործով որևէ
վարույթ արդյոք կա, հետամուտ եղել եք, որտեղ ձեր ներկայության պահանջել, թե բաց եք թողել այդ դրվագը։ Ես էլ ուշադրությունը ձեր հրավիրեցի։ Ինչ զարգացում կա այդ գործով։ Խմբային շահի հետ կապված մեջբերում եմ նորից Արծվիկ Մինասյանի ցուցմունքը ուղիղ։ Նման դեպքերը բազմաթիվ են եղել։ Արծվիկ Մինասյանի համար որպես բնապահպանության նախարար ակնհայտ է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ինքնակամ կառույցների դեպքերը բազմաթիվ են։ Ինքը գործել է պետության շահերից ելնելով, քանի որ ցանկացել է օրինական դաշտ բերել նման ապօրինի կառույցները։ Շղթայական գործողությունների արդյունքում գուցե 7-8 պատահական զուգադիպությամբ Արծվիկ Մինասյանը իրականությանը չհամապատասխանող փաստաթղթի տեղեկատվություն պարունակող փաստաթղթի տակ ստորագրում է, ուղարկում է կառավարություն, նախարարական կոմիտեում է դրա հիման վրա որոշում են կայացնում, հետ է գալիս պատահական զուգադիպությամբ գալիս են ինքնակամ կառույցը կառուցած անձի հետ փոխկապակցված երկու անձինք, որոնք չեն կարող նույնիսկ հնարավորություն չունեն որևէ ներդրումային ծրագիր գրելու կամ ներկայացնելու կամ իրականացնելու, նրանցից մեկը հաղթում է մրցույթը, վարույթով Դպրոցում բոլորս էլ սովորել ենք, որ պարսկական կայսրությունում քրիստոնյա մնալու համար անհրաժեշտ էր վճարել գլխահարկ։ Ընդ որում առնվազն 17-րդ դարում պարսկական կայսրությունը շահագրգռված չէր քրիստոնյաների կամ քրիստոնեության վերացմամբ, քանի որ դա կհանգեցներ ֆինանսական կորուստների։ Այն աստիճան, որ յուրաքանչյուր քրիստոնյա հպատակ, ով ընդունել էր մահմեդականություն, ամեն պահի կարող էր վերադառնալ նախկին կրոնին, եթե ընդամենը պարտավորվեր վճարել այդ հարկը։ Իսկ ինչ էր վճարում մեր եկեղեցին։ Պարսկաստանում յուրաքանչյուր պաշտոն, ինչպես յուրաքանչյուր պաշտոն, այդպես էլ կաթողիկոսի պաշտոնը պետք է գնվեր։ Կաթողիկոսը շահի հանդեպ ոչ այլ ինչ, քան իր հավատարմությունը պետք է արտահայտեր նրան ճոխ ընծաներ բերելով։ Իսկ եպիսկոպոսները իրենց պաշտպանությունը պետք է գնեին կաթողիկոսից այնպես, ինչպես կաթողիկոսն իր պաշտպանությունը գնում էր խանից կամ շահից։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին իր գոյությունը պահպանելու համար ստիպված է եղել մերվել պարսկական կայսրության բացարձակապետական կարգում գործող ֆինանսական եւ հիերարխիկ բուրգին։ Այս մասին մենք կարդում ենք պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի հայ ազատագրական գաղափարին նվիրված նախորդ դարասկզբի գրված գրքում, որտեղ նա ասում է, որ հայ ազգի ազատագրության մասին մտածող հայ մելիքները իրենց ծանր կացության մեջ այլևս չէին կարող համերաշխ լինել կղերի հետ, քանի որ մեջբերում եմ պարսկական պետական իմաստության վարքականոններն ավելի ու ավելի յուրացրած եւ գոյություն ունեցող համակարգի հետ համերաշխ ապրող կղերին այլևս հնարավոր չէր ներգրավել ազատագրական ծրագրի մեջ։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։